Այդքան մանդատները դրեք, դուք կարաք մանդատ դնեք, իրար մեջ պաշտոնի համար այնքան կգզրտվեք, աղմուկը միջև եսիմուր կհասնի։ Մանդատ դրեք, արտահերթ ընտրությունների, կարանք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների հաղթենք բերենք, ուղղակի այս ժողովրդից մենք պարտավորություն ենք ստանձնել։ Խաչ ենք վերսել, տանում ենք, առաքելություն ունենք, չէ մի չէ, դաշնակցականներ, այո, որ չեն գալիս դաշնակցականները այդպես բաներ խոսում, որ չեն գալիս, մի հատ ձեր անցած պատմությունը նայեք, էլի, մի հատ ձեր արածները նայեք, եկել են Արծվիկ Մինասյանը եկել այստեղ ասում է, գժվելու բան է, եկել ասում է, եկեղեցին, որը կանգնած է քաղաքական process-ի ակունքներում, ցնդվելու բան է։ Եկեղեցին ո՞նց պետք է կանգնած լինի քաղաքական process-ների ակունքներում։ Գնացեք կուսակցություն գրանցեք, դոգի կուսակցությունը կա, թող մի հատ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք հաջորդ ընտրություններին։ Աստված մի արածցե, հանգարց չմտածեք, որ ես որևիցե բան ունեմ մեր հավատքի, մեր առաքելական եկեղեցու դեմ, ոչ, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եւ հայ առաքելական եկեղեցին լի է պարկեշտ մարդկանցով, աստծոհավատ մարդկանցով, բայց այն ինչ որ դուք անում եք, գնում եք մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում, մոմի տակ, որ հանգարցակի այդ մոմի այսքանը մնա, որ հալածնեն նորից մոմ սարքեն, վաճառեն։ Տնտեսական հիմնար կա դարել։ Տնտեսական հիմնար կա, մեծ գերշահույթ հետապնդող բան, գիտեք մոմի շահույթը ինչքան է, ասենք 100-ապատիկ շահույթով։ Եկել են մենք հիմա լավ էլի, մարդկանց ժողովրդին գժի տեղ մի դրեք, էշի տեղ մի դրեք, էլի։ Մարդիկ այնքան խելացի, ամեն ինչից տեղյակ են։ Հույզերի վրա էլ խաղացիք, եռաբլուրի հույզի վրա էլ խաղացիք, այնց հույզ չկա, ատելության Գեգամ ջան, Նազարյան ջան, ես մեծագույն հարգանք ունեմ քո առաջ, անկեղծ, որպես մարդ քեզ շատ եմ հարգում, բայց որ ասում ես ատելության խոսքի մասին, դուք ձեր կողքինների ասածները տեսել եք, Գեգամ Մանուկյան վերջի հայոյանքներն է գրում, Իշխանը Սաղաթելյան վերջի հայոյանքներն հարցազրույցի ժամանակ տալիս։ Քոչարյան Լևոնի օգնականը լրագրող ածեցում։ Գիտես ես չեմ ուզում լրագրող ծեծեմ։ Ես դրա իրավունքը չունեմ։ Ես դրա մասին մտածելու իրավունք չունեմ նույնիսկ։ Չի կարելի տես բան անել, դա արգելված է, դա մշակույթ է, դա բարքեր է, որոնք անցյալում են, չի կարելի մարդ ծեծել, չի կարելի մարդկանց գործից ազատել իրանց բաների պատճառով։ Գնա մի հատ իրանց ասա այդ ամեն ինչը։ Իրանք այդ բարքերով եղել են, այդ բարքերով մնացել են։ Կամ Արծվիկ Մինասյանը ասում է, հող եք հանձնում։ Հիմա արի մի ասա։ Եկել գնացել այդ տարածքների հետ կապված սկզբից մցրել եք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բանի մեջ, հետո դուք դաշնակցականներով գնացեք քվեարկել հանել եք, քվեարկությունները կա, եկել են դոշ են ծեծում, ով է Հայաստանի Հանրապետության տարածքից հող հանձնում, ով, դուք եք հանձնում, որևիցե, որ հանձնեինք այսքան կռիվ չէր ելնի, էլի, որ հանձներ այսքանի մեջով չէինք անցնի, էլի, կտոր փորձում ենք Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քարտեզի վրա ամրապնդել որպես անկախ պետություն, ասում է ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այո, որտեվ այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապված, որտեվ որ դու ասում ես, էս է եղբայր քոնը, ավելի բան չունենաս, ավելի հույսեր չունենաս, էս է քոնը, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը, ասում ես, էս քոնն է, էս իմն է, երբ որ մենք Տավուշում սահմանազատում ենք անում, ասում ենք, էս քոնն է, որտեղ դաշնակցությունն էլ է քվեարկել դրա համար, Սերժենքել են քվեարկել դրա համար, ասում ենք, էս քոնն է, բոլորը գիտեն, դա ապրող գյուղացին է գիտի, որ էնի քոնն է, էսի իմն է, այո, համաձայնվում ֆիքսում ես, ինչա ձեր ուզածը, չեք խաբելու ժողովրդին, չեք խաբելու մեզ, ներողություն եմ խնդրում, Տիկին դատախազ ելույթս քաղաքական ստացվեց, անդրադարձ չկատարեցի, մի անդրադարձ ունեմ ընդամենը, ինչի Վիննի-Պուխը եւ իր փուչիկները միջև հիմա բանտում չեն, բայց վստահ եմ, որ դա էլ է ժամանակի հարց, որտեղ այդ Վիննի-Պուխները, այդ կաշառակերները, այդ թռած, արա երկքաղաքացի նստում էին ազգային ժողովում, կեսից շատը երկքաղաքացի, Ռուսաստանի քաղաքացի, Այս ինչ հայրենասեր եք դուք, այդ էր ձեր հայրենասիրությունը, հիմա էլ մեկն էլ Կանադայի քաղաքացի է, ինչ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բան չունենք առաջարկել, դուք սնանկ եք, եթե ասում եմ արտահերթ ընտրություն եք ուզում, հարց չկա, դրեք
Մեջ քննարկում եք, որ ինչի դաշինքով գնացիք, միգուցե շեմը մի քիչ ավելի ցածր պետք է լիներ, որ այնուամենայնիվ անցնեիք, չանցնեիք եւ այլը։ Ձեր գնահատականը հունիսի 7-ին դուք ստանալու եք։ Հիմա էլ եք ստանում։ Դուք կարող եք հիմա մի հատ հանրահավաք անել։ Զուտ վստահ չեմ։ Տեսեք, այսօր հանրահավաք կարողացել է անել ուժեղ Հայաստան այդ կազմակերպությունը ԶԱՕ-ն, ես ԶԱՕ եմ ասում, Закрытое акционерное общество, ռուսերեն, որը որ պարզվում է փողով, սպարտիվկա շալվարով, ինչով? Պերաշկիով բան եւ այլը, սենց այդ կազմակերպվածը, իրանք գոնե ինչ որ փողի մասով կարողանում են կազմակերպել։ Ձեր մի մասը արդեն տեղավորվել է այդ պլատֆորմի մեջ։ Ձեր մոտից մասը, մյուս մասը տեղավորվել է Բարգավաճ Հայաստանի մեջ է տեղավորվել։ Էսա ձեր քաղաքական հետագիծը եւ ստեղ խնդրում եմ քրեական գործերի մասին մի խոսացեք, այդ որ այտենց հպարտանալով ասում եք ես հանրայինի եթերով կարդացի ես ինչ բան է, նայում եմ այդ եթերը, ասում լավ, այս մարդը լրագրող է, այս ինչ է անում։ Ինքը չի հասկանում, որ սրանով ինքը նախ այդ տաղտկալի եւ բան խոսակցությունը ոչ մեկին հետաքրքիր չի։ Երկրորդը ինքը փակում է այդ խոսակցության էջը մեկը միշտ բոլոր հետաքրքրված նույնիսկ մարդկանց համար։ Յուժել այդ լրագրողական բանը ձեր մոտ չի աշխատում, եթերում ինչ խոսակ։ Չեք կարողանում եթեր գնաք։ Չեք կարողանում եթեր գնալ։ Ամեն ձեր եթեր գնալը քիչ ամոնում պատից դնեմ, սենց ասեմ։ Դնեմ ես տարածեմ։ Որովհետև այն ինչ եք անում դուք ձեր գլխին, սենց ասեմ, մեզ բան պետք չի անել։ Մենք գտել ենք մարտավարությունը ձեր հետ քաղաքական պայքարի։ Ձեզ պետք է եթեր տալ։ Եթեր, միկրոֆոն, խոսալու հնարավորություն։ Մենք կարող բան չանենք, ասես նստենք նայենք, ոնց եք դուք ձեզ ամեն օր փակում որպես քաղաքական միավոր դուրս եկեք այդ տրամաբանությունից։ Սխալ արեցիք, պաշտոնները չվերցեցիք, վախեցաք, սատանու պես վախենում եք մեզանից, մեր հետ գործուղումների գալ։ Էդ ինչ է։ Դա ձեր աշխատանքն է, վայ, մեզ հանկարծ չնկարեն։ Այն Գեղամ Նազարյանի գլխին հետ սարքեցիք նկարվելու համար, որ մեր հետ գործուղման էր եկել։ Այդ վախը չկա, բախի չեք գալիս մեր հետ բաների, գործուղումների։ Կամ ուրիշ բան ասեմ, մենք իրար տեսնում նորմալ բարևում ենք, շփվում ենք, որը նորմալ է, դա նորմալ է։ Ես էլ վաղը որ ընդդիմություն լինեմ, ես էլ եմ բարևելու, շփվելու, դա նորմալ է։ Ձեր օգնականները մեզ տենում, սենց այս սահարվում, առանց բարև տալու, սենց բան, էդ ինչ է, էդ ինչ եմ հասկանամ, ինչի եք դուք հասնելու դրանով։ Փոխնախագահի պաշտոնը չվերցրեցիք, որպեսզի իշխանին Սաղաթելյան հանկարծ չնեղացնեք, որտեվ դրեց, ասեց կամ ես պետք է լինեմ, կամ ձեզանից ոչ մեկը պետք է չլինի։ Գիտեք չգիտենք այս խոսակցությունները։ Գիտեք չգիտենք։ Հիմա էլ գնացել եք Ռոբերտ Քոչարյանից փորձում եք տենց բարի ռուսերեն բարկա պուշիստի կերպար սարքել։ Իան էլ ինչքան շատ եթեր տակ, այնքան լավ։ Ինչքան շատ ինքը եթերում լինի, ասեմ, քիչ ամոնում դնեմ պատիս այդ իրա այդ բան ոնց Քոչարյանը բան Նիկոլի օրոք դարավ բլոգեր, ես այդ անկեղծ ասած այդ որ սենց ինքը սենց բաների մեջ էր, տենց ձևի մեջ էր, ուժեղ տղա էր խաղում Հայաստանի Հանրապետությունում, այդ որն է այդ տղամարդը, որ պետք է հեղափոխություն, բա ուր է այդ ուժեղ տղեն, հիմա ուրիշ ուժեղ տղա է հայտնվել, Ռուսաստանից եկել է, բան, բոլորը գնում են տեղավորվեն իր տակ, ինքն էլ պայքարում է, որ գոնե հաշիվ լինի, պատրաստ է ամեն ինչ